Հարգելի հեռուստադիտողներ, եթերում ձեր սիրված Արարատյան խոհանոցն է։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, ներկայացնում ենք ձեզ ուտեստներ, որոնք կհամալրեն ձեր ընտանեկան գերակրացանքը, ինչու՞ չէ նաև ձեր հանրային սննդի ուղիղ, եթե դիտողները խոհարարներ են։ Բարեկամներ, այսօր մի լավ ուտեստ ենք պատրաստելու, շատ հետաքրքիր ուտեստ եւ շատ հետաքրքիր մարդու հետ։ Նորից մեր հյուրն է բարեկամներ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Դիլիջան Ռեզորտ հյուրանոցային համալիրի ավագ խոհարար, մեր եւ ձեր արդեն լավ բարեկամ Արթուր Սահակյանը։ Ողջույն Արթուր։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Միշտ լավ։ Չենք պատրաստելու, այս անգամ ինչով ենք հիացնելու, ես չեմ սիրում զարմանալ բառը, ուտեստը պիտի չզարմացնի, այլ հիացնի, ինչով ենք հիացնելու։ Պատրաստելու ենք հորթի ֆիլեն սնկով սերուցքային սոուսով եւ կարտոֆիլ սոյկա ոնց կարտոֆիլի շերտ տապակված, ձվով տապակված կարտոֆիլի շերտ։ Այո։ Սա այն միսն է, որ մենք անվանում ենք նաև սուկի, ներքին ֆիլե։ Գնացինք, ինչով կարող եմ օգտակար լինել։ Օգտակար կարող եք լինել կարտոֆիլը կարող եք քերիչով։ Սա լավ է։ Չէ, մեծով։ Մեծով։ Իսկ ես այդ պայդրությամբ Այս ափսեն ես օգտագործեմ։ օգտագործեք։ Ուզում էր ասել ոչ, բայց չգիտեմ ինչի, ասաց օգտագործեք։ Ահա, քերում ենք կարտոֆիլը։ Այսքանը մեր բավական է։ Մենք համեմ ենք մեր մսերը։ Համում ենք աղով պղպեղով երկու կողմից, իսկ կարտոֆիլը պիտի համեմվի։ Կարտոֆիլը հեսա 1 վայրկյան, ես տեղավորեմ սա եւ կարտոֆիլն ավելացնենք ձու, աղ եւ պղպեղ։ Ուղղեք։ Շատ քիչ, որ գույնը չտա, տեսքի վրա չազդի։ Եվ սա ուղարկենք արդեն մեր նկարահանող խումբը իրենց մեջ շատ լավ է ստացվում։ Նկարահանող խումբը տապակի։ Թող տապակեն։ Դե ուշադիր, լավ կտապակի։ Ահա, Արթուր ջան, տես լավ են տապակե, վատ են Շատ տապակե։ ընտիր։ Լավ են Ես տապակե։ ասում եմ, շատ լավ մասնագետներ են։ Մեր հաղորդման ռեժիսորը արդեն պատրաստի խոհարար է։ Անպայման։ Խնդրեմ սունկը փոխանցեք։ Սունկը։ Եվ մեկ հատ էլ կա։ Մեկ հատ էլ սունկ։ Ես ավել գողանամ։ Ավելացնում ենք Մսի հետ։ մսի հետ։ Մսի հետ ավելացնում ենք սունկ։ Սոկոն նաև, չէ՞ մեր լորվա բնաշխարհում։ Ոչ խարա սունկ։ Դեմիգլաս սոուս, մենք ավելացնելու ենք դեմիգլաս սոուս։ Սոուս։ Դեմիգլաս։ Դեմիգլաս։ Դեմիգլաս սոուսը իրանից ներկայացնում է տավարի ոսկորները, Արգանակը ոսկորի։ ոսկորները վառված եւ դրանից հետո արգանակ ստացած, թանձր արգանակ։ Դա կոչվում է դեմիգլաս։ Տապակվի մի քիչ է։ Աշխատում ենք շատ չտապակել, որովհետեւ ոսկորներին էլ հանգիստ չեն տալիս։ Հրավիրված ենք այլ միջավայր, չէ՞։ Չենք շտապում բարեկամներ, բայց շատ տապակել մի խոսքով չի կարելի լինի։ Ավելացնում ենք դեմիգլաս։ Դա էլ էպես։ Ավելացնենք սերուցք, մի քիչ ավելացնենք սերուցք, որ ավելի նուրբ լինի, ոչ թե ոսկորի հոտը համը շատ ուժեղ չլինի, ավելացնում ենք
մի քիչ Լավ, Սերուց։ չնայած որ մեր հերոստատողներից ոմանք կարծեն, եթե չեք ուզում ոսկորի հյութը գա, ինչ եք ոսկորի հյութ ավելացնում, բարեկամներ։ ավելացնում ենք համի համար։ Բայց եթե ուզում եք համը Համը, բայց ինքը ավելի սուր համ ունի։ Ես այն կողմից եմ խոսում, ես միշտ մեր հերոստատողների կողմից եմ։ Զգացվում է։ Այս պայծրությամբ մենք անցնենք Բուն աշխատանքի։ աշխատանքին։ Մատուցման համար, որ խնդրեմ ինձ։ Ինչ սոուս տամ, իմ ընտրությամբ տամ սոուս։ Давай, Հա։ տվեք։ Ոնց անցած հաղորդումներին ասում էի ստորագրությունը։ Ստորագրությունը դա անպայման, անպայման։ Խնդրեմ, շնորհակալություն։ Հայկական կերխաչ։ Ավելացնում ենք։ Եվ մեզ մոտ պատրաստ է արդեն։ Խավարտը։ Խավարտը։ Եվ ավելացնում ենք սարի ուրց։ Սարի ուրց։ Եվ մեր ուտեստը պատրաստ։ Ահա, ուտեստը պատրաստ է։ Եթե ունի անուն ուտեստ, խնդրեմ հնչեցնել կարող ես, եթե ոչ, քո մտահղացումը եւ ուտեստը հորթի միսը, Հորթի միսը սնկով եւ սերուսքային սոուսով։ սերուսքային սոուսով։ Արտուր ջան, ունես ցանկություն մեր հերոստատողներին, առաջարկ, ցանկություն, հորդոր, խնդրանք։ Խնդրեի, որ մի քիչ ավելի նորամուծություն մտցնեք ձեր սննդի մեջ եւ պատրաստեք ամեն օր, խնդրեի, որ ավելի լավ, ավելի չկրկնվող բաներ փորձեն եւ համտեսեն ամեն ինչ, որ զգային ինչ է խոհանոցը, ինչ է ուտեստը եւ կարեւորություն տան ուտեստը։ Այո։ Բարեկամներ, ես միանում եմ այս խնդրանքին, դարձնենք մեր կերակրացանկը բազմազան եւ դա շատ կարեւոր է, եթե լիներ մի այնպիսի մթերք, որով ուղղակի կարողանայինք մեր օրգանիզմի բոլոր պահանջները բավարարել, կօգտագործեինք միայն այդ մթերքը, բայց ավաղ Ձեր անունից ես մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արտուրին։ Ուզում եմ, որ նա շարունակի այդպես իր պրպտուն միտքը բանեցնել եւ մեր ուտեստները, մեր խոհանոցը դրանում կշահի եւ կդառնա ել ավելի բազմազան։ Շնորհակալություն Արտուր։ Ապրես դու։ Այսօրվա համար մենք այսքանն ենք նախատեսել, բայց նախքան ավարտելը ուզում եմ հիշեցնել, որ ուտեստը հիմնական ուտեստ է, մատուցման ջերմաստիճան 65-70 աստիճան, կարելի է մատուցել ճաշին եւ առաջին ընթրիքին եւ հետը մատուցենք ինչ խմիչք Գինի կարմիր անապատ գինի կտեսնվենք ինչպես միշտ ամեն օր Հորթի ֆիլեն սնկով Հորթի ֆիլե 500 գրամ կարտոֆիլ 300 գրամ ձու 1 հատ սունկ 100 գրամ դեմիգլաս սոուս աղ սև պղպեղ բարի ախորժակ